Երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան կամ ինչպես գորիսեցիներն են ասում, Լենինականի արձան։ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանի հյուսիսում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ, որը խլեց 25,000 մարդու կյանք, 514,000-ը մնացին անտուն։ Ցնցումների ուժգնությունը հասել է մինչև 9-ից 10 բալի։ Երկրաշարժի հետևանքները վերացնելու համար ոտքի կանգնեցվող չայազգը։ Հայաստանի տարբեր շրջաններում ձևավորվեցին կամավորական ջոկատներ, այդ թվում նաև Գորիսում։ Այդպիսի ջոկատներից մեկը Քոլատակ թաղամասում ապրող երիտասարդներից կազմված ջոկատներ։ Նրանք բոլորն աշխատում են իրենց ուժերի ներածի չափով և երբ իրենց գործը պատվով ավարտին են հասցնում, առաջարկում են կառուցել հուշարձան, նվիրված երկրաշարժի զոհերին։ Այդ հարցով նրանք դիմում են Գորիս քաղաքի գլխավոր ճարտարապետին Սևադա Զաքարյանին, որպեսզի նա կազմի նախագիծ։ Նախագծելով երիտասարդներն այն ներկայացնում են տեղական իշխանություններին, սակայն սա բացառապես երիտասարդների նախաձեռնություն էր։ Երբ սկսվում են հուշարձանի կառուցման աշխատանքները, նշանավոր մարդիկ, տեղեկանալով, որ նման աշխատանքներ են իրականանում, գալիս են այն տեսնելու։ Նրանց մեջ են մտնում քաղաքի ղեկավարը, ճարտարապետը և այլք։ Հուշարձանի գլխավոր խորհրդանիշը փլված կամարն է։ Սակայն դիտորդները պահանջում են, որ կամարը փլված լինելու փոխարեն լինի ամբողջական։ Ճարտարապետը չի համաձայնում։ Նա նշում է, որ ամբողջական կամարները կառուցվում են ի հիշատակ հաղթանակի, սակայն դա հաղթական իրադարձության նվիրված հուշարձան չէ, այլ ողբերգության, քանի որ աղետ էր տեղի ունեցել։ Ճարտարապետը հրաժարվում է կառուցել հաղթական, ամբողջական կամար, իսկ այս ամենի կազմակերպիչ հանդիսացող երիտասարդներն էլ պնդում են, որ իրենք պետք է որոշեն, ինչպիսի հուշարձան կառուցել, քանի որ դա հենց իրենց նախաձեռնությունն էր։ Եվ կառուցում են փլված կամարը, որի խորքում էլ կանգնեցվում է խաչքար։ Տեղական իշխանություններն աջակցություն են ցուցաբերում հուշարձանի կառուցման համար, հատկացնելով քարեր սալահատակման, կամարի հենարանի կառուցման համար։ Այսպիսով, տեղի ունենում շատ կարևոր իրադարձություն։ Գորիս քաղաքում կառուցվում է երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան, որն ի դեպ առաջիններից էր Հայաստանում։ Քաղաքի բնակիչները հուշարձանը հաճախ անվանում են Լենինականի արձան։